Ինչ ենք հասկանում կանանց առողջություն ասելով, դրանք ինչ խնդիրներ են, դրանք երբ են գլուխ բարձրացնում, որ տարիքում են դրանք ավելի շատ ակնհայտ դառնում։ Նախ սոցիալական եւ հոգեբանական առումով ավելի խոցելի են եւ իրանց առողջությունը գնահատելու համար մենք մի շարք այլ չափնիշներ ունենք եւ ամբողջ աշխարհում կնոջ առողջությանը մեծ դեր են տալիս, որովհետեւ կինը համարվելով նաեւ սերնդի շարունակողը կնոջից է կախված մեր հետագա սերունդների առողջությունը։ Դեռահասության շրջանում մենք ունենք արդեն իրանց սեռական զարգացման խնդիրներ, որոնք շատ կարևոր են։ Հաշվի ենք առնում, երբ է սկսել իրենց մենարխ առաջին դաշտանը, ինչ ձևով է սկսվում, ինչեր են հաջորդում իրա սկսվելուն, եւ արդեն հաջորդ շրջանում, արդեն երբ գալիս է արդեն իրանց սեռահասունացման տարիքը, եւ արդեն վերարտադրողական տարիքում, լավագույն վերարտադրողական տարիքը միշտ մենք համարում ենք 20-ից 35 տարեկանը, որ կինը արդեն պատրաստ է վերարտադրի իր սերունդները, հղի կինը միշտ խոցելի է ամեն ինչի նկատմամբ։ Հղիությունը ինքնին արդեն բարձր ռիսկային վիճակ է կնոջ օրգանիզմի համար եւ կնոջ առողջությունը բարձակետին է դրված, որից գալիս է արդեն նախակլիմաքսերիկ շրջան, հասուն արդեն տարիքը, նախակլիմաքսերիկ շրջանը, կլիմաքսը իրանց խնդիրներով, իրանց առողջական խնդիրներով աշխարհում առողջապահության ցուցանիշները գնահատելու համար մեծ դեր է տրվում հենց հղիության ժամանակ, այսինքն մայրական մահացության ցուցանիշներին։ Մենք ինչպիսի մակարդակում ենք։ Միջինից բարձր մակարդակում ենք, ված չի, մնայք այդքան էլ չեն իրանց առողջությանը հետևում։ Ընկնում են իրանց առօրյա գործերին, իրանց ընտանեկան իրավիճակներին, տնային վիճակներ եւ բաց են թողում իրանց առողջությունը, չեն հետևում սկրինինգներին։ Մենք բազմիցս զգուշացնում ենք, շարունակում ենք, կարող է առաջ 3 տարին մեկ արվում էր օրինակ այդ սկրինինգային բաները, հիմա 5 տարին մեկով պապիլովիրուսի հայտնաբերմանն է գնում, որը կարող են կանել կրծքագեղձի, քաղցկեղի հայտնաբերման սկրինինգային ծրագրերը, որ արվում է, շատը հանդիպում են մեզ մոտ դաշտանային ցիկլի խանգարումները, ուռուցքային պրոցեսի տարգանդի միոմաները, շատ հանդիպում են նաև վարակները, միզասեռական վարակները, կանանց մոտ